Առաջին լրատվականի հիմնական թողարկումն է եթերում բարև ձեզ օրվա գլխավոր թեմաները նախամարոտ։ Ամենախոշոր միջազգային հավաքը Հայաստանի անկախության պատմության մեջ նախագահ Սարգսյանը արտգործնախարարին հանձնարարել է ամենաբարձր մակարդակով նախապատրաստվել ֆրանկոֆոնիայի Երևանյան գագաթնաժողովին։ Ապրիլյան պատերազմի փորձով եւ ազգ բանակ բանաձևին հավատարիմ հավանության է արժանացել ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը։ Արցախից ուղղաթիռով Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածու, քաղաքական ինչ տեղաշարժ կա ընդդիմության շարքերում։ Կեղծ եւ անորակ դեղերից սպառողներին պաշտպանող նոր օրենքը խնդրահարույց տնտեսվարողների համար։ Փոքր մհեր կրթահամալիրի շուրջ աղմկոտ պատմությունը նոր զարգացում է ստանում, նախարարությունը հանձնախումբ է գործուղում դպրոց։ Զգուշացեք քամու պորտկումներից, օդերևութաբանների վերջին կանխատեսումները։ Եվ Հենրիխ Մխիթարյանի անկեղծության ժամը, տպավորիչ մանրամասներ համաշխարհային ֆուտբոլի հայ-աստղի վերջին հարցազրույցից։ Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների նորընտիր փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել մեր երկրի ղեկավարի հետ։ Սերժ Սարգսյանն ու Մայք Փենսն ընդգծել են, որ քաղաքական ու տնտեսական գործակցության արդի բարձր մակարդակը նոր լիցք կստանա։ Նրանք անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի, այդ թվում տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին։ Մեր երկիրը սկսում է նախապատրաստվել անկախությունից հետո Հայաստանում անցկացվելիք ամենանշանակալի միջազգային միջոցառմանը ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։ Այն նախատեսվում է 2018-ին։ 80-ից ավելի պետություն միավորող միջազգային խոշոր կազմակերպության նախագահությունը ստանձնում է Հայաստանը։ Հզոր քաղաքական կառույցը աներկբաս սատարում է Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքը սկսելու հանձնարարականը նախագահ Սարգսյանը այսօր տվել է արտգործնախարար Նալբանդյանին։ Նախագահ կցանկանայի ձեզ զեկուցել, որ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարները որոշում ընդունեցին հաջորդ 18 թվականի գագաթնաժողովը անցկացնել Երևանում։ Դա նշանակում է նաեւ, որ Հայաստանը 2 տարով ստանձնելու է 84 անդամ, ասոցիացված անդամ եւ դիտորդ երկիր ընդգրկող այս խոշոր միջազգային կառույցը։ Եվ պետք է ասեմ, որ դա մեզ համար իհարկե շատ պատվավոր որոշում է, բայց պատասխանատվություն, որովհետև բավական աշխատանք կա կատարելու պես 2 տարվա ընթացքում, որ լավագույնս կազմակերպենք։ Նաև սա լավ հարթակ է զարգացնելու եւ ամրապնդելու մեր հարաբերությունները անդամ երկրների հետ։ Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր հանգամանք է մեր միջազգային հարաբերությունները արդյունավետ կազմակերպելու համար։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելը մի կողմից, այո, լավ աշխատանքի արդյունք է, բայց մյուս կողմից էլ իհարկե սա համերաշխություն է Հայաստանի հետ եւ վստահություն է Հայաստանի հանդեպ։ Անկախությունից հետո, այսինքն վերջին 25 տարիների ընթացքում սա լինելու է ամենամեծ միջոցառումը, որը կանցկացվի մեր երկրում։ Եվ այդպիսի միջոցառումը Հայաստանում անցկացնելու համար մենք պետք է մեր ջանքերը կազմակերպչական առումով անշուշտ կրկնապատկենք։ Ուղղակի անհրաժեշտություն ունենք այս հարցը քննարկելու անվտանգության խորհրդի նիստում, այնուհետև ստեղծելու միջգերատեսչական հանձնաժողով, որը այս 2 տարիների ընթացքում ոչ միայն լրջորեն կզբաղվի գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներով, այլ նաեւ մեր ջանքեր կգործադրի մեր երկրում ֆրանսերեն լեզվի տարածմանը եւ ֆրանկոֆոն միջոցառումների անցկացմանը։ Իսկ մնացած մանրամասների մասին իհարկե խոսենք հետո։ Շատ լավ, նախագահ։ Մի հարցի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել, դա Փարիզում կայանալիք մեր դեսպանահավաքն է եւ ուղղակի ուզում եմ, որպեսզի այնտեղ հայտարարես, որ հաջորդ դեսպանահավաքը տեղի ունենալու Հայաստանում
բոլոր դեսպանների մասնակցությամբ, իսկ մինչ այդ ես արդեն խնդրել եմ կառավարությանը, որպեսզի իրենց ակնկալիքները, ես նկատի ունեմ մեր տնտեսական բլոկի ակնկալիքները, իրենք շարադրեն թղթի վրա եւ տան առաջարկություն։ Ես կարծում եմ ճիշտ կլինի, որ մենք մեր դեսպանատներում ունենանք հատուկ մի պաշտոնյա, որը կզբաղվի տնտեսական քաղաքականությամբ։ Բոլորիս էլ պարզ է, որ բոլոր հարցերի համար պատասխանատուն դեսպանն է, բայց երբ որ կոնկրետ մարդուն, կոնկրետ հանձնարարություն է տրվում, ընդ որում պաշտոնապես, ես կարծում եմ դա ուղղակի կօգնի մեր կառավարությանը այդ բարեփոխումներում եւ մեր տնտեսությունը աշխուժացնելու գործում։ Եվ կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունենալիք դեսպանահավաքը պետք չի ուշացնել եւ պայմանավորվենք, որ դա անց ենք կացնելու հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ Հայ-բուլղարական քաղաքական եւ տնտեսական երկխոսությունը ակտիվ զարգանում է, արձանագրել է Հանրապետության ղեկավարը, ընդունելով մեր երկրում Բուլղարիայի նոր դեսպանի հավատարմագրերը։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը իր ակտիվ աշխատանքով կնպաստի այդ հարաբերությունների զարգացմանը։ Մարիա Պավլովա Ցոցորկովա Կայմակչիևան կարիերային դիվանագետ է, համակարգում աշխատում է 24 տարի։ Շնորհավորելով նրան, Հայաստանի նախագահը նշել է, որ հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն ամուր հիմք շնորհիվ երկու ժողովուրդների մշակութային առնչությունների եւ պատմական դարավոր բարեկամության։ Անկախության շրջանում կայացել է մի քանի բարձր մակարդակի փոխայց, 2 անգամ Բուլղարիայի եւ 4 անգամ Հայաստանի նախագահի։ Կա 55 փաստաթղթից բաղկացած լուրջ իրավապայմանագրային դաշտ։ Մի քանի անգամ Բուլղարիան համահեղինակել է Հայաստանի ներկայացրած բանաձևերը ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ։ Երկրում ձևավորվել է ակտիվ հայ համայնք, գործում են հայ բարեգործականը, ՀՕՄ-ը, Հոմենոցմենը, Հոիդա Գրասենյակը եւ այլն։ Նորանշանակ դեսպանը համակարծիք լինելով միջպետական հարաբերությունների վերաբերյալ նախագահի գնահատականի հետ, կարևորել է առկա իրավապայմանագրային հիմքի ընձեռած հնարավորությունը լիարժեքորեն օգտագործելն ու փոխգործակցությունն ընդլայնելը։ Մտքեր են փոխանակվել նաև Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի եւ տարածաշրջանի մարտահրավերների վերաբերյալ։ Արթուր Գրիգորյան, Առաջին ալիք։ Այժմ Արցախի սահմանին իրավիճակի մասին գիշերը Ադրբեջանը հրադադարը խախտել է Արցախի հետ սահմանի գրեթե բոլոր ուղղություններով, մեր դիրքապահների ուղղությամբ արձակելով 2000 կրակոց, կիրառելով ականանետեր եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ, մերոնք կորուստ չունեն։ Պաշտպանական բանակը նաեւ հերքում եւ հերթական ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած լուրերը, թե իբր տեղի են ունեցել դաժան մարտեր։ Մեր բանակը շարունակում է իրականացնել իր մարտական խնդիրը։ Սահմանների երկայնքով մարտեր չկան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է սոցցանցի իր էջում, նա Ստեփանակերտի հոսպիտալում այցելել է 32-ամյա վիրավոր զինծառայող Գագիկ Պողոսյանին։ Նրա վիճակը շարունակում է գնահատվել միջին ծանրության, գիտակցությունը տեղն է, սակայն դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Միջին ծանրության է նաև Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված 2 զինծառայողներից մեկի վիճակը, մյուսի վիճակը կայուն ծանր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Արցախից Երևան 2 վիրավոր զինծառայողներ են տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Նրանց ուղղաթիռով այստեղ են հասցրել նոյեմբերի 29-ին ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը եւ 23-ամյա պայմանագրային Քաջիկ Բադալյանը։ Երկուսի կյանքին վտանգ չի սպառնում։ Տղաները թշնամու գնդակից հրազենային վիրավորում են ստացել նույն օրը նոյեմբերի 27-ին, սակայն տարբեր վայրերում։ Կարապետը գլխի հրազենային գնդակային թափանցող վիրավորում ունի, Քաջիկը կոնքի ազդրի հրազենային վիրավորում։ Ստեփանակերտի հոսպիտալում երկուսն էլ վիրահատվել են, ապա վիճակի կայունացումից հետո տեղափոխվել։ Կարապետին, որը գլխի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորումով էր, այստեղ երկրորդային վիրաբուժական մշակում են կատարել։ Քաջիկը այսօր տեղափոխվեց արդեն բաժանմունք բուժումը շարունակելու համար եւ վիճակը արդեն գնահատում է միջին ծանրության։ 19-ամյա Կարապետը Սևանցի է, հայր չունի վերակենդանացման բաժանմունքի առջև, նրա ապաքինմանը սպասողները քիչ չեն։ Ինձ ճանաչեց, բարևին իրար տենց էլի, սկսեցին լացել, արդեն էլ չկարծան խոսենք իր այդ։ Մի քիչ կմահաճա, բայց չէ, ինչ ինքը ուզում է այն ա։ Կարապետին մերժող չկա, սիրելի բանանն ու յոգուրտը ժամանակին հասցնում են։ Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ Քաջիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք, արդեն գիտի ապաքինվելու է առանց հետևանքների։ Սա լավ է լինելու։ Լավ։
Քաջիկն էլ Արցախից է, Մարտունուց, նրան այստեղ եղբայրն է խնամելու։ Երկրորդ վիրահատությունն է սպասվում մոտ 10 օրից։ Որովայնը արդեն հանգիստ է, մենք իրան պատրաստում ենք հաջորդ վիրահատության, քանի որ ազդրը վերին երրորդը փշրված է։ Ծառայել ենք, ի վիճակի ենք։ Վերակենդանացման բաժանմունքում այսօր միայն մեկ զինծառայող է, որի կյանքին վտանգ է սպառնում։ 10 օր առաջ ըստ նախնական քննության ծառայակցից ստացած հրազենային վիրավորումով Ազնավուր Բալեյանը։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրա կյանքի վտանգ սպառնում։ Քաջիկի ու Կարապետի առողջական ծանր փուլը կարծես թե հաղթահարված է։ Հուսով ենք, որ այդպես էլ կլինի եւ ամեն ինչ արվում է, որպեսզի այդպես լինի։ Սուսան Բադալյան, Արտակ Գևորգյան, Առաջնալիք։ Կառավարությունում տեղի ունեցած ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը։ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի խոսքով փաստաթուղթը մշակվել է անկախության տարիների փորձի, ինչպես նաեւ ապրիլյան դեպքերի վերլուծության հիման վրա։ Նպատակը ռազմարդյունաբերության զարգացումը խթանելն է, նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու մշակումը խրախուսելը։ Դավիթ Փախչյանի խոսքով ազգ բանակ բանաձևը ընդունելով որպես նպատակ անհրաժեշտ է վերանայել կրթական գործընթացը, դպրոց բու հարտադրություն գիտություն կապը վերածելով գիտակրթական համալիրի, որը կնպաստի կադրերի ապահովմանը։ Ներքաղաքական զարգացումներ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դաշինք ձևավորելու հայտ են ներկայացնում քաղաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունները։ Կհաջողվի արդյոք նրանց ձևավորել ուժեղ ընդդիմություն, ինչպիսի մրցակից էլ հենց ուզում է տեսնել իշխանական թևը։ Կարեն Կարապետյանը պետք է լինի Հանրապետական կուսակցության բարեփոխման խորհրդանիշը։ Հենց այս խոսքերով էր նախագահը ներկայացրել Կարեն Կարապետյան վարչապետին, որը այժմ արդեն նաև կուսակցության առաջին փոխնախագահի թեկնածուն է։ Հաշվի առնելով այն պատասխանատվությունը, այն առաքելությունը, որ ունի վարչապետ Կարեն Կարապետյանը, շատ հավանական եմ համարում եւ կարող եմ ասել, որ ամենահավանական թեկնածում նախագահի առաջին տեղակալի վարչապետ Կարապետյանն է։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրապետականի օրակարգում նախագահի նախանշած ծրագրերի կատարումն է, իսկ մինչ իշխանական ճամբարում հանդարտություն է, ընդդիմադիր հատվածում նախընտրական կրքերը թեժանում են։ Թիմ ընտրություններում տարաձայնություններից հետո ընդդիմադիր Լուսավոր Հայաստան եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները որոշել են միավորվել, նրանց է միացել նաեւ Հանրապետություն կուսակցությունը։ Այն ինչ որ եղել է եւ ունեցել ենք ինչ որ խնդիրներ, տարաձայնություններ, վեճեր, դրանք մենք կարող ենք բնականաբար ելնելով իրավիճակից, ելնելով մեր ունեցած ընդհանուր տեսլականից մի կողմ դնել, հանուն ավելի մեծ, ավելի բարձր քաղաքական արժեքից։ Իշխանական թևից նոր միությանը տվել են առաջին արձագանքը։ Կցանկանային պայքարել միավորված եւ ուժեղ ընդդիմության դեմ, սակայն վստահ են, որ սա նախընտրական կարճատև միություն է։ Ընդդիմադիր դաշտում քաղաքական դաշտում չկա մշտական դաշնակիցներ, կա մշտական շահեր։ Այս փուլում միգուցե նրանց կարճաժամկետ շահերը համընկել են։ Բացի դա, Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ միավորվել է ընդդիմության միայն մի շատ փոքր մասը։ Ընդդիմության հիմնական հատվածը դեռևս սպասում է եւ սպասում են չեմ կարող ասել ում երկրորդ գալստին։ Ընդդիմադիր եռյակը սակայն հայտարարում է, որ պատրաստ է գործակցել նաեւ ընտրություններից հետո։ Էդմոն Մարուքյանը շեշտում է, իրենց դռները բաց են նաեւ այլ քաղաքական ուժերի առաջ։ Իսկ մինչ այդ միությունը հստակ գիտի իր նվազագույն եւ առավելագույն ակնկալիքը ընտրություններից։ Նվազագույնը մենք կունենանք հակակշիռների եւ փոխզսպումների այն մեխանիզմը սպասվող 6-րդ գումարման խորհրդարանական ազգային ժողովում, որը անվերահսկելի իշխանություն թույլ չի տա որ լինի։ Առաջիկայում միավորված 3 կուսակցությունները պլանավորում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Լարա Արաքելյան, Հրաչյա Պապինյան, Արտակ Գևորգյան, Առաջին ալիք։ Երկու շաբաթից ուժի մեջ կմտնի դեղերի մասին նոր օրենքը, որը ըստ հեղինակների փակել է նախորդ օրենքի բոլոր բացերը։ Նոր օրենքի նպատակն է սպառողներին պաշտպանել կեղծ եւ անորակ դեղորայքից, սակայն օրենքում դրույթներ կան, որոնք խնդրահարույց են տնտեսվարողների համար։ Հարվածի տակ կարող է հայտնվել փոքր ու միջին բիզնեսը։ Դեղերի մասին նոր օրենքը մշակվել է առողջապահության նախարարության եւ դեղերի փորձագիտական կենտրոնի համատեղ ջանքերով սերտորեն համագործակցելով դեղ արտադրողների եւ ներկրողների հետ։ Օրենքի գլխավոր խնդիրն է ապահովել դեղերի անվտանգությունը, արդյունավետությունն ու որակը։ Նոր օրենքը սակայն դժգոհության ալիք է բարձրացրել տնտեսվարողների շրջանում։ Նրանք կարծում են, որ այն կարող է քաոսային իրավիճակ ստեղծել դաշտում եւ հանգեցնել դեղորայքի թանկացման։ Օրենքում ամենավիճարկելին դեղերի մեծածախ եւ մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունների բաժանումն է։ Դեղ ներկրելու եւ դեղ վաճառելու
կիրառելու համար առանձին լիցենզիաներ են անհրաժեշտ։ Ամեն մի լիցենզիան առանձին ստանալը պետության կողմից 1 ամսից ավել է տևում քաշքշուկներ, թղթատարություն եւ ֆինանսական լրացուցիչ ծախսեր, մոտ $1 միլիոն կարգի մեր հիմնարկի համար է դա լինում։ Շուկայի փոքր ու միջին դերակատարների համար սա խնդիր է, որը չեն շղթում նաև օրենքի հեղինակները։ Իմ փորձագետիս անձնական կարծիքով դա կարող էր մի փոքր ավելի ուշ մտնել կիրառման մեջ։ Ինչու, որովհետև մեր տնտեսությունը դեռ այդքան պատրաստ չի։ Վահե Վարսանյանի կարծիքով օրենքը բիզնեսի համար ստեղծում է անհարկի խոչընդոտներ եւ ընկերությունները կարող են հայտնվել փակուղում։ Եթե սպիտակ դաշտը սահմանափակվում է, բայց դեղերի պահանջարկը կա, բնականաբար ստվերը պետք է տեղը զբաղեցնի։ Տեղերի մասին նոր օրենքի խնդրահարույց բոլոր դրույթները Վահե Վարսանյանը հրապարակավ ուղղել է վարչապետին։ Օրենքը մեր կարծիքով կասեցվի եւ մանրակրկիտ ուրեմն հիմնավոր փոփոխությունների ենթարկվի։ Տեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրենը վստահեցնում է, որ նոր օրենքը հնարավորին մոտեցվել է միջազգային չափորոշիչներին եւ գլխավոր նպատակը անվտանգությունն է։ Դեղերի ներմուծման թույլտվության կարգն է այսօր մշակված եւ քննարկման փուլում է, արդեն մտածում ենք, թե քննարկումների ժամանակ ինչ նոր առաջարկներ կատարենք, որ կարգը ավելի ընդունելի լինի, հենց մեր տնտեսավարող սուբյեկտների համար էլ նպաստավոր լինի, բայց նաեւ չտուժի ներմուծվող դեղերի որակ անվտանգություն։ Շուկայում շրջանառվում են նաև կեղծ տեղեր, որոնք բացահայտելու եւ իրավական կարգավորումներ առաջարկելու հանձնարարություն է տվել վարչապետը առողջապահության նախարարությանը։ Մինչև այժմ փորձաքննություն է անցել 4500 տեղ։ Լիանա Կարապետյան, Հակոբ Թումանյան, Առաջին ալիք։ Վարչապետի հանձնարարականով ստեղծված ներդրումային հարթակը առաջին հայտներն է ստացել բիզնես գաղափարների մասին։ Սովորական թե էլեկտրոնային փոստով ստացված գաղափարները տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում կհավաքվեն, կխմբավորվեն եւ կսկսեն ռեսուրսներ փնտրել լավագույնները կյանքի կոչելու համար։ Բիզնես առաջարկ 1 էջի վրա, ինչ կարելի է արտադրել, որքան փող պետք կլինի, քանի աշխատատեղ կստեղծվի։ Դուք միայն գաղափարը տվեք, ֆինանսավորումը մենք կգտնենք պետության խոստումով աշխատանքը սկսած երկրի նորաստեղծ ներդրումային հարթակում նման արդեն 8 դիմում կա։ Առաջի ծրագիրը ստացել ենք նոյեմբերի 16-ին։ Տոհմային խոզաբուծության զարգացման ծրագիր։ Խոզաբուծության գործին զարկ տալուց բացի մեկնօրինակ Ռուսաստանից առաջարկել է այստեղ տաքացուցիչ մալուխների արտադրություն հիմնել։ Էլեկտրոնային թե ծրարով Եվրոպայից նամակ դեռ չկա, որևէ փաթեթ առայժմ Երևան չի հասել նաև ձեռներեց հայերով առատ ամերիկյան մայրցամաքից։ Մինչև այսօր միայն Կալիֆոռնիայից է ճշգրտող հարցում եղել։ Առավոտից երեկո աչքը բազայից չկտրելով հետևում են տնտեսական զարգացման ներդրումների նախարարությունում։ Սպասում են գաղափարների բանկը հարստանա, որ կարողանան առանձնացնել ծախսատար խոշոր ծրագրերը ներկայացնել, ասենք, արաբական աշխարհի շռայլ ներդրողներին, որոշ մասի համար գումարներ գրավել արտասահմանյան բիզնես ֆորումներին, մյուսները փորձել տեղի փողերով առաջ տանել։ Կա գյուղատնտեսական ագրոմելիացիայի ծրագիր, նաև կա ձկնարդյունաբերության ոլորտում ծրագիր։ Ռեալ իրականացող շահույթի հեռանկարով ձեռներեցին գրավող թեկուզ եւ համեստ բիզնես առաջարկ նախարարության կայքում կարելի է թողնել օրը 24 ժամ, անգամ գիշերը։ Բիզնեսի ունեմ եւ ծրագիր եւ գումար հպարտ հայտ սպասում են, առայժմ չկա ու չկա։ Դերևս չէ, ցավոք սրտի։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, Առաջին ալիք։ Շուտով Հայաստանում կարտադրեն շուկայում մեծ պահանջարկ ունեցող դեղին պանրի տեսականին, նաև ձիթապտուղ կաճեցնեն, հնարավոր է ձիթապտղի յուղ էլ ստանան։ Նորագույն տեխնոլոգիաներով արտադրությունների հիմնումը իրականություն կդառնա միջազգային ծրագրերի շնորհիվ։ 2017-ին գյուղատնտեսները կսկսեն մշակել գյուղ ապահովագրության բոլորին ձեռնտու տարբերակը։ Ինչպես ասում էր Իսրայելի նախկին վարչապետ Շիմոն Պերեսը, այսօրվա դրությամբ գյուղատնտեսությունը 95% տեխնոլոգիաներ է եւ ընդամենը 5% աշխատանք։ Ափսոս Հայաստանում դեռ այդպես չէ, մեր երկրի հողերը դեռ վարում են անցած դարակեսի թրթուրավոր տրակտորներով, սակայն փոխնախարարը վստահ է միջազգային ծրագրերով հնարավոր է գյուղատնտեսությունում կիրառել նորագույն տեխնոլոգիաները, գյուղատնտեսական ծրագրերի խոշոր ֆինանսավորողն առայժմ Եվրամիությունն է։ Միայն 2015-16 թվականներին մեզ մոտ հաստատվել է շուրջ 35 միլիոնի ծրագրեր։ Գիտելիք տեխնոլոգիա գյուղատնտեսական ներդրումների մասով կարևորվում է խորհրդատվական կենտրոնների բացումը։ Միջազգային ֆինանսավորմամբ արդեն ստեղծվել է 53 կոոպերատիվ, շուտով Հայաստանում համատարած հնդկացորեն կցանեն։
1 հեկտարից ստացել ենք 1,2-ից մինչև 3 տոննա բերք հնդկացորեն։ Միջազգային ֆինանսավորմամբ հաջորդ տարի Հայաստանում կսկսեն ոչ ավանդական բանջարեղեն ու եվրոպական դեղին պանիրներ արտադրել։ Մոտ 10 օր առաջ Գեղարքունիքի համայնքում բացվել է մեկ արտադրություն, որը զբաղվում է եվրոպական պանիրների արտադրությամբ։ 2017-ից 18 ձեռնարկություն կանցնի էկոլոգիապես մաքուր ու օրգանական արտադրության։ Մեղրին հայտնի կլինի նաև ոչ միայն համեղ թզով ու նռով, այլև ձիթապտղով։ Տարածքի միակ ձիթապտղի այգետերը պատրաստ է ոչ միայն սովորական, այլև օրգանական ձիթապտղի յուղի արտադրություն հիմնել։ Մենք ունենք գինիների արտադրություն Վայոց ձորում, մեղրների արտադրություն, չորամրգերի արտադրություն եւ նաև օրգանական ձիթապտղի յուղի արտադրություն։ Օրգանական արտադրության համար Եվրամիությունը հատկացրել է $3,300,000։ Շուտով որոշ կազմակերպություններ այլևս տեղի անտեղի չեն կիրառի բիո-էկո սահմանումները։ Հայաստանում օրենքով կսահմանվեն դրանց չափորոշիչները։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։ Մաքսային արժեքի հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ ներգրողների համար էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմի շնորհիվ այսուհետև կարելի է հայտարարագիրը ներկայացնել գրասենյակից առանց մաքսատուն այցելելու եւ առանց բրոքերի միջնորդության, խնայելով թե ժամանակ, թե փող։ Բիզնեսն այլևս ստիպված չի լինի դիմում խնդրանք տեղեկանքների հաստ թղթապանակով մաքսատնից պեկից մաքսատուն վազվզել, որ ոչ ԵԱՏՄ երրորդ երկրից ներմուծած ապրանքը ցանկալի գործարքի գնի մեթոդով մաքսազերծի։ Արդեն գործարանները կարող են դիմել միանգամից մաքսատներին, այլ ոչ թե վերադաս մաքսային մարմնին։ Բեռի մաքսային արժեքն ըստ հաշիվ ապրանքագրի ոչ թե տնտեսվարողի գրպանադատարկող կողմնորոշիչ գնի մեթոդով բյուջե վճարելու համար մինչև վերջերս նախատեսված միայն պեկի գրավոր թույլտվության փոխարեն դեկտեմբերի 1-ից գործարարն ուղիղ այն էլ ինտերնետով մաքսատուն կդիմի։ ԵԱՏՄ-ից առաջինը Հայաստանում մշակել ակտիվացրին արտաքին առևտրի համակարգչային պատուհան ծրագիրը։ Ցանցով սեփական գրպանից նաև մաքսային բրոքերի ծախսատար ծառայությունը շրջանցելով ներմուծած $50,000 ավելի հումքի համար էլեկտրոնային հայտարարագիրն առաջինը բարեհաջող լրացրեց Grand Candy-ին։ Էկրանին վերջնական հաստատման երևալուց հետո մաքսավորն այլևս չի կարողանա տարբեր պատճառաբանություններով հաճախ մաղարիչի ախորժակով լրացուցիչ հարցեր բարձրացնել ձգձգել գործարքը։ Նշվում են բոլոր անհրաժեշտ պայմանները եւ փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնեն մաքսային մարմին, մաքսային մարմինը ուղղակի պարտավոր է եւ դա էլեկտրոնային տարբերակով ֆիքսում է ընդունել տվյալ ապրանքի մաքսային արժեքը, այսինքն գործարքի գինը։ Էլեկտրոնային հայտարարագիրը ցանցը պետք է ընդունի ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում պարտադիր մերժումը հիմնավորի։ Հիմա թող մեկը բախտը փորձի չարչարել ներկրողին։ Հերմինե Բաղդասյան, Առաջին ալիք։ Դպրոցներում պարապմունքները դադարեցնելու հիմքեր չկան։ Կրթության նախարարը առողջապահության պաշտոնակցից միջնորդություն չի ստացել, քանի որ կանխարգելիչ գործողությունները արդյունք տվել են։ Լևոն Մկրտչյանը հարցին անդրադարձել է բուհերի մասին նոր օրինագիծը ներկայացնելիս, հայտարարելով, որ երկրում համալսարանների շքերթ այլևս չի լինի։ Ասուլիսից նախարարը շտապել է փոքր մհեր կրթահամալիրի թնջուկին նվիրված փակ քննարկմանը։ Գիտեմ ինչ նշանակում խմբեր, թայֆաներ։ Խմբերի թայֆաների փոքր մհերում թեժ կրքերի վերաբերյալ փակ քննարկումը ասուլիսից հետո 1 ժամից ավելի ձգվեց։ Սաները տնօրենի խստապահանջությունից են դժգոհ, տնօրենը նրանց կարգապահությունից, քննարկումից ծնողները դժգոհ չէին։ Ամեն ինչ արվում է եւ երեխաները եւ դպրոցի կրթահամալիրի համար, որ երեխաները չտուժվեն այստեղ։ Պաշտպանության նախարարության հետ միասին մենք փոքրիկ հանձնախումբ կստեղծենք, որը կմտնի դպրոց, բոլոր խնդիրները կնայեն, կարիք ունենք ծառայողական քննության։ Բարձրագույն կրթական համակարգի փոփոխությունները բուհերի ժողովրդավարացման նպատակ ունեն։ Բարձրագույն կրթության մասին օրինագիծը տարանջատում է մենեջեր կառավարող ռեկտորին գիտական խորհրդից, որի հիմնական գործը կրթության որակի բարձրացումն է։ Այսօրվա վիճակով, երբ ռեկտորը պետք է եւ լավ գիտնական լինի, եւ լավ կառավարիչ լինի, եւ ամեն ինչը այսպես կենտրոնացնի իր ձեռքը, այդ համակարգն ենք փորձում բեռնաթափել։ Ֆինանսավորման եվրոպական մոդել է առաջարկվում գործող 20% բյուջեից 80-ը ուսանողների վճարներից տարբերակի փոխարեն։ Բուհերի ցանկախամ ձեռնմխելի ֆոնդեր կձևավորվեն եւ եկամուտները կֆինանսավորեն տվյալ հաստատությունը։ Թող սկսեն փոքր գումարով, բայց արդեն դրա վրա կհայտնվեն բարերարներ,
կհայտնվեն բիզնես ծրագրեր։ Քննության 4-5 անգամ վերահանձնումներն էլ կարգելու են, կտրվեցիր սովորելու համար կրկին կվճարես։ Օքսֆորդի նման համալսարաններ ասում են նորից թող վճարի, նորից կուրսը անցնի։ Բժշկականում անցած տարի 250 հոգի ձախողել է պետական քննությունը։ Նախարարի համար պատճառն անհասկանալի է։ Կոռուպցիոն ռիսկերի առումով նույնիսկ ընդունելության քննություններին գերազանցող պետականներն այլևս չեն լինի։ Թեզերով, դիպլոմային աշխատանքներով կփոխարինվեն։ Կտրվածները մյուս տարի գալիս են ինչ որ գումար են վճարում թույլատրվելու համար, սա լրացիչ եկամուտ է բերում։ Բարձրաստիճան պաշտոնյաները, կուսակցական պաշտոն ունեցողներն էլ այլևս չեն կարող բուհերի կառավարման խորհրդի անդամ լինել։ Օրինագիծը սակայն չի արգելում կուսակցականությունը, չենք կարող ըստ նախարարի համալսարանական հանրույթն օրինակ ապա կուսակցականացնել։ Դա կնշանակի տվյալ երկրում քաղաքական մշակույթի ոչնչացում։ Եվ վերջում տարածված գրիպի մասին նախարար Մկրտչյանը երեկ է խոսել առողջապահության նախարարի հետ։ Գրիպով հիվանդ երեխաների թվի նվազման միտում կա։ Դասերը դադարեցնելու անհրաժեշտություն չկա։ Սիրանուշ Մրեդյան, Հովանես Քյոսեյան, Առաջին ալիք։ 1 դար եւ 10 տարի հանուն հայության հայկական բարեգործական ընդհանուր միությունը Երևանում հնգօրյա միջոցառումների շարքով ամփոփելու է իր հայանպաստ գործունեությունը։ Ամփոփումը մեկնարկով դարձյալ օգնության ծրագրեր Արցախին եւ Սիրիահայությանը, սակայն համահայկական այս կառույցի գերնպատակը հզոր տնտեսական զարգացում ապրող Հայաստանն է։ 40,175 օր հայության կողքին հայկական բարեգործական ընդհանուր միությունը 110 տարեկան է։ Լա Եվրոպաները, լա Ռուսիա, լա Ամերիկա, մենք լուրջ մտահոգություն ունենք սպյուրքի արտակախտով։ 1915-ին անապատներում մահացող որբերին նորաստեղծ կազմակերպությունը հաց ու ապաստան տվեց։ 100 տարի անց էլ շատ բան չի փոխվել։ Իրաքի եւ շարավերի կարևոր Սուրիո բادرազմը, որ բոլորովին հիմնովին հաղթեց մեր միջանավերքի գաղութներուն կյանքը։ Նրանք, ովքեր սիրիական պատերազմից փախելու փրկություն են գտել հայրենիքում, 3 օրից Երևանում անվճար բուժկենտրոն կունենան, հետո նաև դպրոց, իսկ օգնենք Արցախին արշավի արդյունքում բուժսարքավորումներ կնվիրաբերվեն Պաշտպանության նախարարությանը։ Ամենեն կարևոր խարիսխը զորավոր հզոր հայրենիք ունենալն է։ Մենք իբր գազագերբություն պատրաստ ենք եւ գրնանք եւ արդեն սկսած ենք այն թերը գադարել գամրջելու սպյուրքի ներուժը հայրենիքի ներուժի հետ միացնելու։ Հայկական ամենամեծ բարեսիրական կազմակերպությունը կմշակի այնպիսի ծրագրեր, որոնք Հայաստանում ամուր տնտեսություն կստեղծեն, հայաստանցուն աշխատանք է պետք։ Կաչարերել սպյուրքի մոտ գտնվող հաջող անսանորություններուն, որ ներդրումներ կատարեն հայրենիքներս։ Պողոս Նուբար-Փաշայի Գալուստ Գյուլբենկյանի ստեղծած բարեգործականի պայքարը 110 տարի հայի ու հայերենի համար է մեկ կարգախոսով միությունը զորություն է։ Վոլոդիա Հովսեփյան, Հակոբ Սարգսյան, Առաջին ալիք։ Հայկական բարեգործականի 110-ամյակի առիթով նախատեսված միջոցառումների շրջանակում անցկացված հոբելենական ներկայացմանն այսօր ներկա են գտնվել նախագահ Սարգսյանը եւ Տիկին Ռիտա Սարգսյանը։ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարային երաժշտական ներկայացմանը հանդես են եկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի Նորքի հայորդաց տան եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները։ Արևիկը փրկության կղզի Սիրիահայ այն մանուկների համար, որոնք ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեն։ Հալեպում 1 տասնամյակից ավելի գործող այս կենտրոնի մասնաճյուղը 2 տարի է օգնում է Հայաստան տեղափոխված հատուկ կարիքներով Սիրիահայ փոքրիկներին։ 8-ամյա Մայքը Արևիկի ամենակրտսեր մասնակիցն է։ Եթե ժամանակին միայն պապա բառն էր արտաբերում, ապա այժմ արդեն հաշվել գիտի, գրել կարդալ է սովորում։ 9-ամսյա հաճախումների արդյունքն է։ Արևի կենտրոնը որ չերներ, շատ մեր վիճակը պատգներ, մենք ենք շնորհակալ ենք։ Հալեպում 13-ամյա հաջող փորձից հետո Արևիկն արդեն Հայաստանում է։ Վիվասել MTS-ի աջակցությամբ շուրջ 2 տարի է աջակցություն է ցուցաբերում Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով հայրենիքում ապաստանած հաշմանդամություն ունեցող հայ երեխաներին։ Մենք հիմա ունենք 12 աշակերտներ եւ 3 ուսուցչուհիներ, որոնք գործեն խճմդորեն։ Կենտրոնի նպատակը տարբեր խնդիրներ ունեցող երեխաների մտավոր ու ֆիզիկական կարողությունները զարգացնելն ու նրանց հասարակությանն ինտեգրելն է։ Նախաձեռնողները վստահեցնում են, Արևիկը կատարում է իր առաքելությունը։ Լիլիթ Մարտիրոսյան, Առաջին ալիք։ Թեհրանը Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ամերիկյան կոնգրեսի որոշումը համարել է միջուկային համաձայնագրի խախտում, իսկ որպես պատասխան Իսլամական Հանրապետությունը սպառնում է դադարեցնել ամերիկյան ապրանքների ներմուծումը։
Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել օրինագծին, որն ավելի վաղ ընդունել է ներկայացուցիչների պալատը։ Փաստաթղթի համաձայն Իրանը եւս 10 տարի կմնա պատժամիջոցների ծանրության տակ։ Օրինագիծը պաշտպանած սենատորները հիմնավորել են, թե այդ քայլն ուղղված է նրանց դեմ, ովքեր մասնակից են Իրանում բալիստիկ հրթիռների մշակմանը, աջակցում են ահաբեկչությանն ու ոտնահարում մարդու իրավունքները։ Իրանին նաև մեղադրում են տարածաշրջանում անկայունություն ստեղծելու համար։ Թեհրանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում վիճակն անկայունացնելու եւ այնտեղ իր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ։ Իրանն արդեն արձագանքել է օրինագծի ընդունմանը։ Թեհրանը հիշեցրել է. Միջուկային համաձայնագրով Միացյալ Նահանգների նախագահը օգտվելով իր լիազորություններից պարտավոր է խոչընդոտել միջազգային վեցյակի եւ Իրանի միջև կնքված համաձայնագրի որևէ խախտում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Միացյալ Նահանգների Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելով խախտում են միջուկային համաձայնագիրը։ Ամերիկայում ներքաղաքական փոփոխությունները չեն կարող արդարացում ծառայել, որպեսզի այդ երկիրը խուսափի իր միջազգային պարտավորությունների։ Այս հիշեցումից բացի Թեհրանը մտադիր է նաև գործնական քայլերով պատասխանել։ Խորհրդարանում պատրաստում են օրինագիծ, որն արգելելու է Միացյալ Նահանգներից սպառողական ապրանքներ գնել։ Քաղաքական շատ վերլուծաբանների կարծիքով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային ջանքերի շնորհիվ, եւ Միացյալ Նահանգները պարտավոր է հարգել այդ ընդհանուր ձեռքբերումը։ Լուսինե Կոշեցյան, Առաջին ալիք։ Տաք և ցուրտօդային զանգվածների բախումը հուժկու քամիների առաջացման պատճառ, օդերևութաբանները զգուշացնում են առանձին շրջաններում քամու արագությունը վայրկյանում կարող է հասնել մինչև 25 մետրի։ Ի դեպ Տաշիրում և Ստեփանավանում ձյուն է տեղում, դժվար անցանելի է Սոտք Քարվաճարը, Ալագյազ Ռիաթազա ավտոճանապարհին թեթև բուք է, տեսանելիությունը 50 մետր, Լարսը փակ է։ Քամու պոռթկումներ մինչև 25 մետր վայրկյանում եղանակային այս պայթիկ թվացող կանխատեսումն ավարտվել է դպրոցի տանիքի ավերածությամբ։ Վարդաշենի համար 1 կրթօջախի թիթեղյա տանիքը տապալվել է։ Վնասվել է տանիքի թիթեղյա հատվածի մոտ 40 քառակուսի մետր թիթեղյա հատված։ Դպրոցում սովորող մոտ 8 տասնյակ երեխաներից ոչ ոք չի տուժել, բարեբախտաբար սա քամու պոռթկման միակ ուղղությունն է եղել։ Եզակի դեպք է մայրաքաղաքում, կարծում եմ, որ եթե ուժեղ քամի լիներ, այլ մենք ահազանգեր, ուրեմն կապված ոչ միայն տանիքների վնասման, այլև ծառերի տապալման մենք կունենայինք։ 14-ից 25 մետր վայրկյանում քամիների եղանակի կանխատեսմամբ զբաղվողներն անվանում են անբարենպաստ քամի, եւ այդ քամին Հայաստանից չի հեռանա նաեւ առաջիկա գիշերը։ Պատճառն այն է, որ մեր երկիր է ներխուժում ցուրտ ճակատ, որն էլ տաքի հետ բախվելով առաջացնում է ուժեղ քամի եւ տեղումներ։ Առավոտվանից մռայլ եղանակը հանրապետության որոշ մարզերում ուրեմն տեղում է ձյուն, անձրև։ Վաղվանից ցուրտ հոսանքները կհաստատվեն Հայաստանում, քամին կխաղաղվի, կսկսվեն տեղումներ ձյան ու թաց ձյան տեսքով։ Վոլոդիա Հովսեփյան, Սուսան Բադալյան, Հակոբ Սարգսյան, Առաջին ալիք։ Սիրո խոստովանություն, հարազատ քաղաքի նաև օտարացում և միայնության զգացում, բանաստեղծ Հուսիկ Արյան իր տարբեր տարիների ժողովածուներից առանձնացրել և նոր գրքով հրատարակել է մեր մայրաքաղաքի նվիրված բանաստեղծությունները։ Երևան քաղաք նոր ժողովածուի վերնագիրն է։ Հուսիկ Արայի ամեն նոր գրքի հետ է հասունացել նրա վերջին Երևան քաղաք բանաստեղծական ժողովածուն։ Այն նվիրել է իր գնահատմամբ իսկական երևանցու Մհեր Դավոյանի հիշատակին, ում հետ ճանաչել, բացահայտել ու սիրել է Երևանը։ Երևանը ճանաչելու բացահայտելու առումով պարտական եմ Մհերին։ Մհեր Դավոյանին իսկապես ազնվական երևանցի էր, նա ուրիշ տեսակ էր։ 25 բանաստեղծություն և 1 Երևան փոքրիկ պոեմը, նվիրված անկախության շրջանի մայրաքաղաքի հարազատ, այսօր արդեն նաև խաթարվող ու օրեցօր օտարացող կերպարին։ Նոր Երևանի ցավագին ընկալումը, երբ հեռանում է սիրելի քաղաքի հարազատ ուրվագիծը, բանաստեղծին նոր զուգահեռներ է թելադրում։ Երևանը Դորիան Գրեյի յուրօրինակ դիմանկարն է, որում տեսնում ենք մեր իրական արտացոլումը։ 25 տարվա կյանքն է այդ գրքում, սկսած 88 թվականի պարետային ժամից, երբ խորհրդային զորքը տանկերով շրջափակել էր Երևանը, լավ հիշում եք, մինչև այսօր աղճատվող շենքերը։ Այդ առանցքում մեր կյանքն է շոշափելի տարածքում է, վերացական պոեզիա չէ։ Կան կերպարներ, կան մարդիկ, մուրացկան կինն է, փողոցի երեխան է, մարմնավաճառ կինն է, ֆալը բազարն է, քրճի բազարն է, այն ամենը, որ մեր կյանքն է։ Սկսած առաջին մարդու որդիները ժողովածուից մինչև տան դուռը գիրքը, քաղաքի աշխարհագրական տարածքը մեծացավ ու դարձավ երկիր։
Փաստում է բանաստեղծը ու Երևան քաղաք, Երևան երկրին նվիրում իր նոր պոետիկ խոստովանությունը։ Նոնե Ալեքսանյան, Արմեն Անդրեսյան, առաջին ալիք։ Փայլուն խաղով վերջին օրերին դարձյալ մարզաշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հուզիչ հեղինակային հոդված է հրապարակել playerstribune.com կայքում։ Եթե հայրս տեսներ ինձ Old Trafford մարզադաշտում, շատ կհպարտանար։ Հորը նախորդ դարի 80-ականներին Արարատ թիմի ռմբարկու Համլետ Մխիթարյանի մասին ասել է Հենրիխը։ Մխիթարյանը նշում է, որ իր ամենավաղ հիշողությունները կապված են Ֆրանսիայի հետ, երբ հայրը խաղում էր տեղի թիմերից մեկում։ Մանկությունից տպավորվել է հոր հետ մարզադաշտ գնալու մշտական փափագը։ Մեկ անգամ նույնիսկ արտասվել է, երբ հայրն իրեն չի տարել հետը։ Հայաստան վերադառնալուց հետո Հենրիխի կյանքն ամբողջովին փոխվում է։ Համլետը դադարում է խաղալ։ Պատճառի մասին Հենրիխն ավելի ուշ է իմանում։ Ամեն ինչ շատ արագ կատարվեց։ Ես շատ փոքր եի եւ լիովին չէի հասկանում մահվան գաղափարը։ Հիշում եմ, որ մայրս ու ավագ քույրս անընդհատ արտասվում էին, իսկ ես հարցնում էի, որտեղ է հայրիկը։ Մայրս ինձ համար եւ մայր էր եւ հայր։ Ստիպված էր աշխատանքի անցնել ֆուտբոլի ֆեդերացիայում, հիշում է Հենրիխը։ Հոր մահից 1 տարի անց արդեն Հենրիխը սկսում է մարզվել։ Միշտ ցանկացել է խաղալ Զիդանի, Կակայի եւ հոր Համլետի նման։ Մարզվելու համար 13 տարեկանում միայնակ գնացել է Բրազիլիա։ Այնտեղ լավ ֆուտբոլ խաղալուց բացի սովորել է պորտուգալերենը, նաև ինքնուրույն կյանքին, հայերեն սովորեցրել Յուվենտուսի խաղացող Էրնանեսին։ Հայրենիք վերադարձից կարճ ժամանակ անց տեղափոխվում է Ուկրաինա Շախտյոր ակումբ։ Ասում են հաջողության չես հասնի այնտեղ, որովհետև թիմում 12 բրազիլացի կա։ Ես ոչինչ չէի պատասխանում, ուղղակի ծիծաղում էի քթից տակ ու մտքումս ասում. ես ինքս մասամբ բրազիլացի եմ։ 3 փայլուն տարիներ Շախտյորում գոլերի ռեկորդային քանակ, ապա առաջարկ Գերմանիայից։ Դորտմունդի Բորուսիայի կազմում առաջին սեզոնը հիանալի էր, երկրորդը աղետալի ոչ միայն ինձ համար, այլև թիմի, հիշում է Հենրիխը։ Ակումբի նոր մարզիչ Թոմաս Տուխելի ճիշտ հոգեբանական աշխատանքի շնորհիվ երրորդ մրցաշրջանում ճանաչվում է Բունդեսլիգայի լավագույն խաղացող։ Հետո առաջարկ Մանչեսթեր Յունայթեդից։ Սկզբում չի հավատում, սակայն երբ համոզվում է, որ առաջարկը լուրջ է, տեղափոխվում է Անգլիա։ Նորամուտը մռայլում է վնասվածքը, սակայն Հենրիխը հանձնվողներից չէ։ Կշարունակեմ աշխատել ամեն օր, որ կարողանամ օգնել թիմին հասնել հաջողության, վստահեցնում է հայկական ֆուտբոլի համաշխարհային աստղը։ Երբ դուրս ես գալիս Old Trafford-ի խոտածածկ, զգում ես, որ այն ընդհանրապես դաշտ չէ, այլ բեմ։ Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այդ բեմի վրա, կարծում եմ շատ կհպարտանար։ Թեև հայրս այլևս ինձ հետ չէ, բայց հենց նա օգնեց ինձ հասնել այնտեղ։ Դավիթ Մուրադյան, առաջին ալիք։ Հարայինի, եթե բոլորը նախագիծը այս շաբաթ ներկայացրել է 6 եւ 3-ամյա եղբայրներին, նրանց մոտ ախտորոշվել է գրեթե նույն հիվանդությունը։ Նարեկն ու Գորը ապրում են մայրիկի հետ, որը արժանապատվորեն կրում է իր խաչը եւ երեխաների համար բուժմամիջոցներ հայթայթում։ Նարեկի եւ Գորի ճակատագրերը փոխելու համար 7000 համարին կարող եք ուղարկել 12 թվանշանը։ Մեկ SMS-ի արժեքը 500 դրամ է, ներառյալ ավելացված արժեքի հարկը։ SMS-ներ կարող եք ուղարկել անսահմանափակ քանակությամբ։ Այսքանը տաղավարում ձեզ համար աշխատեց Շահանե Մեժլոմյանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն։